անելանելի վիճակի մեջ է հանդիմությունը, անելանելի վիճակի մեջ է, որովհետև ակնհայտ է, որ երեք ընդդիմադիր հիմնական ուժ համարվող կուսակցությունները իրանք խնդիր ունեն բանը անցնելու, եկեք էսկում, իրանք խնդիր ունեն բանը, մի հատ ուրիշ կամերայի դեմը կանգնեցիր հիմա, իրանք խնդիր ունեն շեմը նվազագույն հատելու, ակնհայտ է դա, Գագիկ Ծառուկյանը մասնակցում է կուսակցությունով, որպեսզի 4%-ը իր ռեսուրսի հաշվին, հին ռեսուրսի հաշվին փորձի հատել, Հայաստան դաշինքը ակնհայտ է, որ չի հատելու 100,000 ձեն Հայաստանի Հանրապետությունում ինքը անհնար բան է դա, վստահ եմ դրա մեջ, դրա համար Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է կլխկոնձի տա, ՊՊԶ-ի, բանանի, բարի խոսի, ասի, որ Դուալիպային է սիրում, վիրավորի, որ մենք իրան պատասխանենք։ Ուժեղ Հայաստան այդ կազմակերպությունն էլ ակնհայտ էր, որ իրանց այդ գաղտնիքը, այդ շղարշը, որ եսին որտեղից ինչ-որ յանք եկել են, որ ինչ-որ բան կա, այդ մարտին դա անցավ, հետո լուսերը տվեցին, տեսախցիկները միացրեցին եւ պարզ դարձավ, որ այդ մարտը ԴԹ-ի ուղղագրությունը չգիտի, ՂԽ-ի ուղղագրությունը չգիտի, հայերին չի ճանաչում եւ ընդհանրապես բացի նրանից, որ ինքը չի կարող Հայաստանի Հանրապետություն որևիցե պաշտոն զբաղեցնել, այլ նաեւ պատկերացում չունի, ինչի՞ց է խոսում։ Եվ ուստի ինչ ամնում տակը մնում է եկեք վիրավորենք, սադրենք, տեսնենք իշխանությունը ինչ է անում, որպեսզի լրագրողները հարցնեն, եկեք ագրեսիա ցուցաբերենք եւ այլն եւ այլն եւ այլն։